Պարոն Փաշինյանը անդրադարձավ մեկուսի հետաքրքիր թեմայի ժողովուրդ ջան։ Իր ամանորյա ուղերձում էլ էս հայտարարությունը արել, որ ասավ Ղարաբաղը մերն էր եւ արդեն հիմա մերը չի։ Եվ նաեւ հայտարարեց, որ Հայաստանը մերը չէր եւ այո, այսուհետ Հայաստանը մերն է։ Լինենք անկեղծ ժողովուրդ ջան, օգոստոսի 8-ի այդ պատմական իրադարձությունը, որը տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլևս որևէ կերպ փոխել հնարավոր չէ։ Եվ պարոն Փաշինյանը, երբ որ հայտարարեց, որ այլևս Ղարաբաղի շարժումը շարունակել պետք չէ, այս մարդը նաև հայտարարեց բառի բուն իմաստով ժողովուրդ ջան, եթե դուք դեմ եք իմ այս որոշմանը, եթե դուք չեք ուզում այս ամենը, ապա կատարեք հեղափոխություն։ Որ երկրի ղեկավարը կկանգներ, որ եթե վախենում է իր պաշտոնի համար ու դողում է իր աթոռի համար, կասեր հեղափոխություն արեք, հանեք ինձ։ Չեղավ որևէ հեղափոխություն, ոչ մեկ ոչինչ չարեց ժողովուրդ ջան, ու սա ապացուցում է եւս մեկ անգամ, որ պարոն Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է տանում Հայաստանի Հանրապետությունը, կառուցողական ճանապարհով են գնում։ Ու թե ինչ ա եղել նախորդ 30 տարիների ընթացքում բոլորդ էլ լավ գիտեք, բոլորդ էլ լավ հասկանում եք, ինչքան էլ չցանկանաք ընդունել այդ իրականությունը, բայց այո, իրականությունը։ Բազմիցս այդ թեմաներով խոսել ենք, պետք լինի էլի կխոսենք, փաստը մնում է փաստ ժողովուրդ ջան, որ ներկայիս իշխանությունը տանում է պետությունը հզորացման եւ ես ձեզ հավաստիացնում եմ, ամենակիչը մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը լինելու է տնտեսապես չափազանց հզոր ու հզորագույններից ես կասեի տարածաշրջանում։ Իսկ աշխարհը սկսելու է Հայաստանին նայել լրիվ ուրիշ աչքերով, արդեն իսկ սկսել են նայել ու խոսում են այն մասին, որ տնտեսական մեծ ճանապարհ է բացվում Հայաստանում, ամբողջ ասիական շուկան է բացվելու Հայաստանի առջև։ Եվ հիմա երբ որ ժողովուրդը խոսում ասում այս բանն է թանկ, այն բանն է թանկ չենք հասցնում, դա նորմալ է, հասկանալի է, 30 տարվա վարած քաղաքականության պատճառով է, որ այսօր չեն հասցնում ոչ մեկ, ոչ մի բան անեն, դա նորմալ է, բայց այդ նորմալը փոխվելու է ու դառնալու է հիանալ, այսինքն ամեն ինչ է ժանանալու, ժամանակը գա, ամեն բան լավ է լինելու, պետք է սպասել, համախմբվել եւ հզորանալ։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։